Ես առհասարակ ասում եմ, որ այսօր չմայրանալ հնարավոր չէ, որովհետև բժշկությունը բավականին լուրջ զարգացում է ապրել այդ հարցում եւ ինձ տարատեսակ արդեն տարաբնույթ առաջարկներ եղան բժիշկների կողմից։ Այսինքն արհեստական բեղմնավորման մասին է խոսքը։ Այո, արհեստական ընդհանուր մինչև դոնոր ձևաբջիջ եւ այլն, այսինքն այստեղ ներողություն, այդ հորմոնը ինչի համար է պատասխանատու, ձևաբջիջի հենց կոնկրետ վերարտադրողական հորմոնն է։ Գիտեք, շատ անգամ ասում են, որ կար ժամանակ, որ այդ հորմոնը չէին ճանաչում եւ ոչ մեկ այդքան ծանր չէր տանում։ Ես չեմ ուզում տենց դիլետանտ կարծիք ունենամ, ամեն դեպքում իրոք ամենասկզբից հակված էի վստահել բժիշկներին։ Իսկ բժիշկները ձեզ ինչ ասեցին, դեպքեր եղել են, երբ այդ հորմոնի բացակայությամբ հղիություն է գրանցվել։ Գիտեք, երբեք ոչ մի բժիշկ, դա էլ պետք է անպայման նշեմ, որովհետև մի բանակ էր իմ կողքին կարող եմ ասել, ես մի քիչ տենց պրպտացող եմ ու մեկ տեղով չէի բավարարվում, բայց ինձ ամեն դեպքում հնչել էր, որ բժշկությունը ասում է, բայց, այսինքն բնությունը երբեք լինում են այնպիսի դեպքեր, որոնք որ անբացատրելի են։ Ու ես սենց բռնվում էի այդ հեքիաթային հոգեվիճակից, չգիտեմ, ամեն դեպքում միշտ յուրաքանչյուրս ուզում ենք, չէ, ասել այ հենց սա իմ հետ կստացվի, հենց այսպես